Մայիսի 11-ին կընտրեն նոր պատրիարքին, վրացուղափար եկեղեցու ընդլայնված ժողովը կմեկնարկվի ժամը 13:00-ին։ Սուրբ Սինոդը արդեն առաջադրել է 3 թեկնածու։ Այս մասին տեղեկությունը տարածում է Պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։ Պատրիարքանը պարզաբանում է, որ ժողովի հետ կապված կազմակերպչական եւ տեխնիկական մանրամասները կհրապարակվի ավելի ուշ։ Դատախազությունը ձերբակալել է 5 անձի՝ լրագրողներ Գուրամ Ռուգվայի, Լևան Խաբեիշվիլի եւ ցուցարար Զվիատ Մայիսաշվիլիի նկատմամբ բռնություն գործելու մեղադրանքով։ Նրանց թվում են 3 նախկին եւ 1 գործող հատուկ նշանակության ջոկատի աշխատակից։ Փաստերը կապված են 2024 թվականի հանրահավաքի հետ։ Այսօր կհրապարակվի հոկտեմբերի 4-ի գործը կազմակերպելու մեղադրանքով ձերբակալված անձանց դատավճիռը։ Խոսքը Պատա Բուրճուլաձեի, Մուրթազ Զոդելավայի, Իրակլի Նադիրաձեի, Պատա Մանջգալաձեի, Լաշա Բերիձեի, Իրակլի Շաիշմելաշվիլիի եւ եւս 5 անձի դեպքի մասին է։ Մեղադրյալները դատական նիստում օգտվել են իրենց տված խոսքի իրավունքից եւ ասել, որ իրենք իրենց մեղավոր չեն ճանաչում, մինչդեռ մեղադրող կողմը սպասում է համոզիչ դատավճիռի, ըստ նրանց գործում կան բազմաթիվ ապացույցներ, որոնք ապացուցում են մեղքը։ Ձերբակալվածները մեղադրվում են ռազմավարական եւ հատուկ նշանակության օբյեկտները գրավելու եւ շրջափակելու փորձի, խմբակային բռնություն կազմակերպելու եւ ղեկավարելու, Վրաստանի սահմանադրական կարգը բռնի կերպով փոխելու եւ պետական իշխանությունը տապալելու կոչերի մեջ, ինչը նախատեսում է մոտ 9 տարի ժամկետով ազատազրկում։ Վրաստանի խորհրդարանի խոսնակը ելույթ է ունեցել միջերկրածովյան երկրների խորհրդարանական վեհաժողովի գագաթնաժողովում։ Շալվա Պապուաշվիլին խոսել է տարածաշրջանային մարտահրավերների, անվտանգության եւ խորհրդարանական դիվանագիտության մասին։ Վրաստանի խորհրդարանի խոսնակը նշել է, որ երբ գլոբալ կազմակերպությունները չեն կարողանում արդյունքի հասնել, տարածաշրջանային ձևաչափերին տրվում է եզակի հնարավորություն իրականությունը դեպի լավը փոխելու համար։ Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի գագաթնաժողովին մասնակցելուն զուգահեռ Շալվա Պապուաշվիլին անցկացնում է երկկողմ հանդիպումներ։ Նա հանդիպել է Եվրամիության անդամ եւ թեկնածու երկրների խորհրդարանների խոսնակների հետ։ Մալթայի եւ Չեռնոգորիայի ներկայացուցիչների հետ քննարկման հիմնական թեման տարածաշրջանային անվտանգությունն ու Վրաստան-Եվրամիություն հարաբերություններն են։ Մալթան կրկին իր աջակցությունն է հայտնել Վրաստանին, իսկ Չեռնոգորիան կիսվել է իր փորձով երկրի հետ եվրաինտեգրման ճանապարհին։ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պատվիրակությունը արդեն Վրաստանում է վարչապետի հետ առաջին հանդիպման մասին ասել է պետքարտուղարի օգնականի տեղակալը։ Հատուկ շեշտադրում է արվել կապի կարևորության եւ Վրաստանի դերի վրա միջին միջանցքում։ Իրակլի Կոբախիձեն կրկին հաստատել է Վրաստանի կառավարության պատրաստակամությունը վերսկսելու երկկողմ հարաբերությունները, թարմացնելու ռազմավարական գործընկերությունը մաքուր էջից կոնկրետ ճանապարհային գծով, որը կկենտրոնանա շոշափելի արդյունքների վրա, ասվում է կառավարության աշխատակազմի հայտարարության մեջ։ Վրաստանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչի հետ։ Կողմերը քննարկել են ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունների օրակարգը։ Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել դաշինքի հետ քաղաքական երկխոսության եւ գործնական համագործակցության կարեւորությանը։ Ընդգծվել է ՆԱՏՕ-ի աջակցությունը երկրի պաշտպանական կարողությունների ամրապնդման գործում։ Ուշադրություն է դարձվել տարածաշրջանում անվտանգության միջավայրին, գլոբալ մարտահրավերներին եւ Վրաստանի համար խաղաղության եւ կայունության կարեւորությանը։ Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Վրաստանի օկուպացված տարածքներում ստեղծված իրավիճակին։ Այսի շրջանակներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչը հանդիպում կունենա Վրաստանի փոխվարչապետ եւ պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ։ Մակա Բոջորիշվիլին խոսել է Վրաստան-Ուկրաինա հարաբերությունների եւ իր ուկրաինացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցի մանրամասների մասին։ Հեռուստաընկերություններից մեկի եթերում ելույթի ժամանակ նախարարը հայտարարել է, որ իրենց հանդիպումը շուտով կկայանա եւ նրանք կկարողանան քննարկել ամեն ինչ։ Վրացի դիվանագետը ընդգծել է, որ Վրաստանի դիրքորոշումներում եւ մոտեցումներում ոչինչ չի փոխվել։
Եվրախորհրդարանի հաջորդ քննադատական զեկույցի վերաբերյալ քաղաքական գնահատականները շարունակվում են։ Ռաիսա Յուգնևիչյանի հեղինակած Վրաստանի վերաբերյալ եւս մեկ քննադատական զեկույցում հիմնական հասցեատերը իշխող թիմն է։ Հիմնական հասցեատերը իշխող կուսակցությունը զեկույցին արձագանքում է սուր քննադատությամբ։ Վրացական երազանքի բանաձևի վերաբերյալ փաստաթուղթը, որը երեկ աջակցել է Եվրախորհրդարանի արտաքին գործերի համաժողովը, հիմնված է ստի վրա եւ ուշադրության արժանի չէ։ Հատկապես այն համատեքստում, որ փաստաթուղթը պահանջում է 3 մասնավոր հեռուստաընկերությունների նկատմամբ պատժամիջոցների կիրառում։ Գյորգի Ուձիլաուրին, որը ձերբակալվել է լրտեսության մեղադրանքով, դատապարտել են ազատազրկման։ Ֆինանսների նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյան մեղադրվում է օտարերկրյա պետության օգտին նյութական օգուտ ստանալու դիմաց տեղեկատվություն տրամադրելու մեջ։ Թուրքմենստան կատարած այցի շրջանակներում էկոնոմիկայի նախարարը հանդիպել է երկրի նախագահի հետ։ Քննարկել են երկկողմ տնտեսական հարցեր, այդ թվում շեշտը դրվել է Թուրքմենստանից ներդրումներ ներգրավելու վրա, մասնավորապես տրանսպորտի, լոգիստիկայի եւ արտադրության ոլորտներում։ Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաեւ առևտրի եւ զբոսաշրջության ոլորտներում համագործակցության խորացմանը։ Բաթումիում մատուցողների համար անցկացվել է սպասարկման բարելավման դասընթացներ։ Աջարիայի զբոսաշրջության վարչությունը տնտեսական եւ գործնական դասընթացներ է անցկացրել տարածաշրջանի մոտ 20 մատուցողների համար սպասարկման որակը բարելավելու համար։ Դասընթացի ընթացքում մանրամասները անցել են այնպիսի կարևոր թեմաներով, ինչպիսիք են սեղանի ձևավորումը, պատվերների ընդունման չափանիշները, հյուրերին ճաշ խմիչք մատուցելու էթիկան եւ այլն։ Դասընթացի նպատակն է զարգացնել տարածաշրջանում աշխատող մատուցողների գործնական հմտությունները եւ բարձրացնել մասնագիտական մակարդակը։